մարդու նայում ես գենն ես տեսնում, ինչ որ հետաքրքիր բաներ ես տեսնում, ինչ որ հարթության մեջ։ Հիմա երբ որ ձեզ նայում եմ, տեսնում եմ, որ դուք սովորական հայ մարդ չեք։ Ձեր ծագման մասին ասեք։ Այդպես։ Այո։ Հիմի դուրս գա ես գլուխ եմ գովում, լոպազանում եմ, կասեին մեր գյուղամիջում, բայց ես խաչիկցի եմ, բուն խաչիկցի եմ, այդպես ասած, մայրս Նաբերցի է, Նախճիվանի մոտ, շատ սիրուն մի գյուղից էր, իսկ հայրս խաչիկցի և իմ 7 տարին անցել է խաչիկում։ Մենք խաչիկցի էլ չենք, մենք Բագրատունի ենք, ես Սահակ Բագրատունի ծորան թորնը։ Սողոմոնի թորն եմ և երբ մեր գյուղում ասես ում տղան ես, հորդ անունը տաս կծիծաղեն քեզ վրա, ջահել մարդուն չեն տա, այսինքն ես Քյաչալ են Սողոյի թորն եմ։ Մեր գյուղում այդպես է կարգը, որը Սահակ Բագրատունին եկել է խաչիկ Էջմիածնում ճմարանը ավարտելուց հետո կարգվում է քահանա, եկել է խաչիկ 1785 թվականի։ Դրա ժառանգներից եմ։ Իսկ Բագրատունիներն էլ գիտեք ովքեր են չասեմ։ Պարտավորեցնող է։ Հա, ինքը Ամալու գյուղից է, որ նայում ենք արխիվը, ինքը Ամալուից է եկել, սովորել, հետո եկել է խաչիկ։ Տոհմածարկա։ Իհարկե կա։ Էդել ենք։ Շատերն ասում են լոպազանում են, բայց ասենք թե խաչիկցուց ինչ լոպազ։ Հա, այդ իրականությունն է, չէ՞։ Տեսեք ոնց է, ասենք թե գյուղերում ես տեսել եմ այնքան հեռու, որ մենք ազգականներով Բագրատունիներով ենք հեռում, արդեն ամուսնանում են, բայց մենք օրինակ 2 ճյուղ ունենք Արենիում Բագրատունիները, մինչև հիմի ամենալավ բաները միասին ենք անում, ամենադժվար պահերին միասին ենք լինում։ Նենց որ այդ պարտավորեցնող է նաև։ Ճիշտն ասած դպրոցում ես կարող էի ոսկե մեդալ ստանալ, չեմ ստացել, որովհետև երկար մազեր էի պահում և ջինս էի հագնում։ Խորհրդային տարիներին։ Այո, 72 թիվ մայիսին որոշում են կայացնում, որ ինձ չտալ վարկս իջեցնում են, հանդերձանքը։ Հա, բայց հայրիկս լուրջ մարդ էր, այդպես։ Ասես նորմալ է տղաս, գործիդ կաց։ Ու այսինքն անգամ ես 70-ականների Երևանում էլ ես այդպես բասիստ Էդոն եմ, այսպես ասած, հա, Էվրիկա խմբի, նենց որ փորձել ենք նենց բան անել, որ գյուղում ռոք խումբ ունենալ 70-ականներին այդպես էր, բայց մենք ունեինք, օրինակ։ Հետո աշխատանք, բան, հետո լուսանկարչություն, բան, փորձել ենք մենք ինչ-որ ուրիշ բան անել, որ մյուսները չեն անում և օգտակար լինես դրանով, անկախ մեզնից նենց է ստացել, որ միշտ կարողանում ենք ինչ-որ մի բան անել, որ լուսավորել։ Հա, ինչ-որ մի բան անել հասարակության համար։ Գյուղում առաջի ադիմական այս միտքը հայ մարդու, հիմա ձեզ տիրող իրավիճակը գոհացնում է արդյոք։ Մեր երկրում մտածելակերպին, բայց քննադատելն էլ իմ արհեստը չէ։ Ես փորձում եմ ինքս փոխվել և սրանով վարակիչ դառնալ մյուսների համար։ Թումանյանը շատ սիրուն գործ ունի, ձև և բովանդակություն։ Եվ շատ կուզեի, որ մեր դպրոցներում այդ գոնե տարին մի անգամ ընթերցել տան երեխաներին, մեր հասարակական միտքը փոխելու համար։ Մարզային հոգսաշատ կյանքում դուք կարողացել եք, որքան հասկանում եմ, սա վերջին անակնկալներ, բայց ընդհանուր առմամբ դուք կարողացել եք կյանքը վայելել, համատեղ կյանքը։ Դա որոշում է, ինչու եք այդ կենսակերպ ընդ, այսինքն ոչ կենցաղին հաղթել եք կենցաղին, չեք պարտվել կենցաղին։ Երևի այդպես ծնվում են, ես կարծում եմ, որովհետև իմ կարծիքով երջանիկ այն մարդը, որը գտնում է իր առաքելությունը, ինքը ինչի համար է ծնվել։ Մեր երկուսի մոտ էլ այդպիսի բան կա, գուցե ինձ մոտ մի քիչ ավելի շատ մարդկանց ծառայել, որովհետև ես երազում եի կամ բժիշկ դառնամ, կամ իրավաբան, չգիտեմ ինչի քննիչ, կամ ուսուցիչ, ու ստացվեց, որ ես դարձա ուսուցիչ, գերմաներեն լեզվի ուսուցիչ, և մենք ունեցել ենք հասարակական կազմակերպություն, մինչև հիմա էլ ունենք, և 2003 թվականից մենք աշխատել ենք երկար տարիներ ու բազմաթիվ ծրագրեր ենք արել
եւ սոցիալական եւ արվեստի հետ կապված միջազգային կառույցների հետ կապված ծրագրեր ենք արել եւ 20 թվականներից արդեն սկսած մենք աշխատել ենք զոհված ընտանիքների, կանանց եւ երեխաների հետ, անհայտ կորածների եւ տեղահանվածների հետ ու բավականին լուրջ արդյունքներ ունենք, որովհետեւ իրանք ունեին կայանալու, վերականգնվելու, ինքնագնահատականը բարձրացնելու խնդիր եւ հիմա մեզ այնքան երջանիկ ենք զգում, երբ որ այս վերջում աղջիկներից մեկը Էդվարդին ասել այնքան շնորհակալ ենք ձեզ, որովհետեւ ամուսնու զոհված օրվանից մեր ականջին անընդհատ ասում էին, որ սքավոր եք, որ սև շորերով, որ մուգ գույնի շորերով դուք մեզ սովորեցրեցիք գույները տեսնել, գույները հագնել, շարունակել ապրել մեր երեխաների համար, հանուն ապագայի, այո։ Եվ իրենք այնքան կայացան, որ սեփական մեքենա գնեցին, այդ աղջկա մասին որ պատմենք, ինքը երեխաների դնում Մարտունու գյուղերից է, Եղեգնաձորում հարս, բայց այսօր ինքը իր երեխաներին բերում է ֆիլհարմոնիկ բան, բերում է օպերա, մենք շատ ուրախ ենք դրա համար։ Ցուցահանդեսել էր բերել բան, շատ ուրախ ենք։ Եվ սա միակ ու եզակի դեպքը չի Արցախից տեղահանվածների մի հրաշալի ընտանիք կա, երիտասարդ Անգելինան եւ Վահեն, իրանք եղել են Պարի պետական անսամբլում Ստեփանակերտում եւ երբ որ եկան մենք առաջ անգամ հանդիպեցինք իրենց, ահա որ վիճակում չէին խոսում անգամ Չէին խոսում, չէին ուզում շփվեին մարդկանց հետ։ Երբ որ ես ասում եմ Անգելինա ջան, գիտեք, դուք ստուդիա կունենաք, ասում եմ, տիկին խնկանուշես ինչ եք ասում։ Ոնց է հնարավոր։ Դուք գիտեք ինչքան փող է պետք դրա համար։ Եվ անկեղծ ասած, մենք որ Թայլանդում ենք, սովորել ենք տեխնիկա, սթրեսների թոթափման, տրանսցենդենտալ մեդիտացիա, մենք դա սովորեցրեցինք իրեն եւ ինքը շատ ջանասիրաբար դա անում էր։ Հետո ամուսինը միացավ ու գիտեք ինչ եղավ։ Գալիս են քաղաքապետարանից մագից եւ ասում են ձեզ մոտ կան մարդիկ, ովքեր արվեստի բնագավառում են ու մի սիրուն ծրագիր կազմեցին։ Այսօր իրանք ունեն սեփական չէ, վարձակալել են տարածքը, բայց իրենց ստուդիան է, մոտ 70 երեխաներ եւ 3 ֆիթնեսի խումբ արդեն։ Իրենք էլ են տարածում։ Իրենք ասում են, հա, մեր մասին կարող եք ֆիլմ նկարել սկզբից եւ հետո, հա, դոյի պոսլի, որով։ Պարոն Ստեն, ձեզ էլ է ոգևորում մարդկանց այս տրանսֆորմացիան ձեր միջոցով, ձեր շնորհիվ։ Հա, դա ապրելու ձև է։ Դուք մի քանի օր առաջ եք վերադարձել կրուիզից, որ մեկնել էիք ձեր ամուսնության տարեդարձի կապակցությամբ, թե ամուսնու ծննդյան։ Որոշում կայացրեցի, ասես տարի մենք երկուս էլ դառնում ենք 70 տարեկան, թող օրիգինալ լինի մեր ծնունդը, ռեստորան չենք ուզում, խնջույք չենք ուզում եւ անակնկալ արեցի։ Իր ծնունդը նոյեմբերի 4-ին էր, մենք պետք է Եվրոպա գնայինք, ամեն ինչ պատրաստ էր, ինքնաթիռի տոմսերը գնված էր, բայց չգիտենք ինչու Իտալիայի դեսպանատունը մեզ մերժեց։ Եվ ստացվեց այնպես, որ մենք գնացինք Պարսից ծոց։ Սա էլ էր շատ հետաքրքիր, որտեղ մենք նոր տարին երբեք մեր մտքով չէր անցել, որ հնարավոր է նոր տարին դիմավորենք երկնքի ու ջրի միջև, ծովի վրա, 18-րդ հարկում հսկանավի։ Բան է դա անակնկալ ձեզ դուր եկավ, թե ծայրացակ, որ ինչի է ամեն ինչ վերահսկողությունից դուրս գնացել, ընտանեկան բյուջեն մսխվում է, թե։ Վերջին 44 տարում դա երևի ամենասիրուն բաներից մեկն էր, որ խնկանուշը ինձ նվիրեց։ Սովորաբար մենք փորձում ենք հետաքրքիր անել ծննդյան օր բան, բայց սա շատ լավն էր։ Ասեմ, որովհետև ինձ աշխարհ տեսած մարդ եմ համարում, բան, բայց այդպես չի, որովհետև նավով շրջագայելը բոլորովին ուրիշ հաճույք է եւ ուրիշ մշակույթների հետ է շփվում։ Ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ իրենից։